Այսօր ուրեմն սովորությունների մասին մի վիդեո էր, այսինքն վիդեոն որն էր, այտենց խոսակցություններ, զրույցեր, ու շատ հետաքրքիր էր այդ զրույցային առումով, որովհետև այնտեղ մի օրինակ բերեց մի պատմություն, որը ամեն ինչ ասում է մարդու մասին, մարդու սովորությունների մասին ու սովորությունների փոփոխության, փոփոխելու մասին, թե ոնց մարդը կարա իր մոտ տենդենս ապահովի դեպի լավը, դեպի իր կյանքը դեպի լավը փոխելու։ Ընդհանրապես ստատիստիկաներն է այսօր տեսնում, որ տոկոսային առումով ահռելի թվով, ահռելի մարդկային զանգված ինքը դժգոհ է իր 8 ժամյա ապրելակերպից, աշխատանքից, ու այդ ահռելի զանգվածը ինքը փորձում ամեն բան անի, որ իր կյանքը փոխի։ Որոշները կապում են դա նրա հետ, որ գիտես ինչ աշխատանքի տեղ փոխելով կարող է բան փոխվի, բայց ես հակված չեմ այդ տարբերակին, որ աշխատանքի փոփոխությունը ինքը բան է փոխում կյանքում, որովհետև այդ 8 ժամյա քառակուսին ինքը ծամում է մարդուն, ինքը չի կարա չսպառի մարդու հոգին, ինքը չի կարա չսպառի մարդու մոտիվացիան կյանքի, որովհետև 8 ժամ ամեն օր անելով 80%-ով կամ 90%-ով նույն բանը, մարդու հոգին սկսում է նվաղել ու ինքը սկսում է այլ չզգալ, որ ինքը արդյունք է տալիս, ինքը սկսում է արդեն չզգալ, որ ինքը ինչ-որ բարիք է ստեղծում, ու մարդու հիմքում դրած է բարիք ստեղծելու հակումը, ու մարդու մեծ պահանջմունքներից ու կարիքներից մեկն է, որ ինքը իր ստեղծածի մեջ բավականությունը զգա, բայց փաստը կանում է նրանում, որ մարդկանց մեծամասնությունը ընտրում են ուղղակի մասնագիտություններ, անելիքներ, որոնք որ իրանք վաղ տարիքում չեն էլ պատկերացնում, թե ինչի մեջ են իրանք գնալու մտնեն էլի, ու մտնում են այդ մեծ հաստոցի մսաղացի մեջ ու սաղ կյանք իրանք դժգոհությամբ ապրում են, ու այդ դժգոհությանը զուգընթաց իրանք փորձում են փնտրեն մանր փոքր ինչ-որ դոպամիններ, որոնք որ կտան իրանց օրվա քանակը դոպամինի, որ իրանք կարողանան ապրեն, շարունակեն գոյատևել ու անել այդ նույն բաները։ Իսկ այդ դոպամինները շատ ժամանակ լինում են իրանք ցածրորակ, շատ ցածրարժեք դոպամիններ, կախվածություններ, որոնք որ մարդուն լավ տեղ իրանք չեն տանում, գցում են ինչ-որ կախվածությունների մեջ, թե քիմիական, թե հորմոնային, թե ընդհանրապես ֆիզիոլոգիական ու հոգեբանական կախվածությունների մեջ, որից հետո հետդարձի ճանապարհը անտանելի դժվար է դառնում։ Քանի որ մարդկանց այդ նմանատիպ ապրելակերպ ունեցող մարդկանց մոտ իմաստի արկայությունը բացակայում է, թե ինչ ենք անում, ինչի համար ենք անում, դա մեզ ինչ է տալիս, բացի այդ գումարից բացի, էլի, գումարից ու բարեկեցիկ ուղղակի տենց լինելուց, մի հատ տուն ունենալուց կամ վարձելուց, մի հատ մեքենա ունենալուց կամ այդքանից ավել, էլի։ Երբ որ խորանում են ու գալիս են այդ շերտին գտնելու համար իրանց իմաստը դրա մեջ, իրանք դատարկության առաջ են կանգնում։ Ու այդ դատարկությունը ինքստինքյան արդեն տանում է հեշտ մեթոդների, մարդը ասում է դե լավ սպասի, երեկոյան մի հատ գարեջուր, 2 հատ, 2 հատը 3 հատ, 5 հատ է դառնում։ Երեկոյան մի շիշ գինի, ինչ ա եղել, որ ոտս գցեմ ոտին, Netflix նայեմ ու այդ գինին վայելեմ, գինին դառնում է վիսկին դառնում է ինչ-որ մի բան ծխել, ու տենց գնում է դառնում է ինչ-որ նյութ, քիմիա, որը որ բերում է մարդուն արդեն կախվածությունների, որոշ մարդիկ կոմպյուտերային կախվածություններ, խաղեր, այնքանավոր ինչ-որ բանով իրանց միտքը ցրեն, որ միտքը չգնա դեպի այն, որ իրանք իմաստ չեն կրել այդ օրը։ Այսինքն իրանք փորձեն ամեն բան անեն, որ խուսափեն այդ մտքից, որ այսօր ես իմաստ չեմ կրել։ Ու այդ կախվածությունները, հա, իրանք սենց ոնց խոսեցինք արդեն, անորակ դոպամիններ են, որոնք որ ինչ-որ պահի, եթե մարդը արդեն առերեսվում է դրա հետ, որ ինքը լավ չի, թե հոգեպես, թե ֆիզիկապես, որովհետև այդքան ալկոհոլից կամ այդքան սննդից պատվիրած մարդը չի կարա իրան լավը զգա։ Քաշ է սկսում հավաքել, իրան լավ չզգալ, ծանրանում է, ոչ լավ կարում է քնի, ոչ լավ կարում է արթնանա, էներգիան պակասում է, ասենց հազարավոր բաներ։ Մարդը սկսում է արդեն զգալ, որ ինքը չի կարող ֆունկցիա կատարի։ Ու այդ ժամանակ ուզի մարդը առերեսվում է ու փորձում է հասկանա ինչ է իմ հետ կատարում։ Խի ես եկա հասա այսօրին, որ իմ այս կախվածություններն եմ ձեռք բերել ու ոնց պետքա դրանցից ազատվեմ։ Ու սկսում է արդեն քայլեր ձեռնարկել։ Որոշները փորձում են կտրեն, ասենց հստակ կտրեն դրա կապը այդ կախվածությունների, օրինակի համար, եթե իրանք մեծ չափաբաժնով սնունդ են ընդունում ու դառնում են 100 կիլո, սկսում են 2-3 շաբաթ կամ 4-5 շաբաթ արգելել իրանց այդ սննդի չափաբաժինը կամ
արգել էր իրանց SNS սրունդը օգտագործել։ Մեկ էլ օրա գալիս, վայ մի բան իրանք ուտում են, մի հատ գնացած են լինում ինչ-որ մի տեղ, մի ռեստորան կամ ինչ-որ մի հատ առիթի են գնացած լինում, մեկ էլ կողքից մարդիկ ասում են, արա դե լավ, ինչի հետևից ես ընկել, տնաշեն, մի օր ա էլի բան, ինչ ես էլի փոխում, դրանով ուր ես հասնելու, բան, այդ մարդը այդ բային ասում է, հա էլի երևի, ու սկսում է նորից հին կյանքի նման վերադառնալ նույն ապրելակերպին այդ օրը նույն չափաբաժնով ոնց որ հնում էր սնունդ ընդունել եւ այլն ու հետո որ վերադառնում ա տուն առավոտ զարթնում է ինքը զգում է որ կոտրվավ եթե ինքը մի օր հանկարծ իրան թույլ տվեց որ հնին վերադառնա ուրեմն վсё ինքը էլ արժան չի ուրեմն ինքը այդքան ուժ չունի որ նորից պահի իր ստանդարտը ու այդ դիետան օրինակ եմ հա ասում ու կարողանա ինքը իր կարիքը նվազեցնելով դեպի սնունդը կամ դեպի այդ կախվածությունը իրան բերի նորմայի մեջ այդ պատմությունն իրականում դրա մասին էր որ մի մարդ որը որ ահռելի մեծ զանգված է հավաքած լինում կշիռ ինքը գնում է աշխատանքի գալիս է տուն իրան դժբախտ ազգում ահավոր ծանր միշտ հոգնած ընտանիք ա ունենում, ընտանիք ու երեխեք ու ինքը իր ծանրությունից ելնելով չի կարող այդ երեխեքի հետ շփվի, գնա, զբոսնի կամ խաղա եւ այլն։ Իր կնոջ հետ առավել եւս։ Օրերից մի օր տես դուրսը նստած ա լինում, գործից հետո հոգնած, իր տղեն տենց գնդակ խաղալով, գնդակը գալիս ա դեպի իրան, ինքը հելնում ա, կայնում ա, ջոգում ա, ինքը ուժ չունի հելնել, կայնելու, այդքան ինքը իրան չի տիրապետում, էլի իր մարմնին։ Ու այդ պահին զգում ա, որ ինքը ոչ մի ֆունկցիա չի կատարում, ինքը դժբախտ մեկն ա ու իր երեխեքն էլ իրան տեսնելով են որ տեսնում են որ իրանց հայրը ինչ-որ թույլ մեկն է թե մարմնով թե հոգով ինքը իր վրա չի կարում վերջը առանձնանում է կինն է մոտենում իրան ասում է քեզ օգնություն ա էլի պետք բան ու տենց որոշում են գնան ինչ-որ մի բժշկի ով որ հստակ այդ թեմաներով զբաղվում է այդ բժիշկը լինում է ճապոնացի ու տենց ոչ թե լինում է կոնկրետ բժիշկ ով որ դիագնոզ է տալու այլ փորձում է փիլիսոփայություն փոխի այս մարդու հետ մոտ հա տենց ճապոնացի ստոիկ է լինում էլի ով որ խոսում է ասում է եղբայր նայ ամեն ինչ քեզնից է կախված եթե դու հստակ գործողություններ կատարեցիր դու կգաս կհասնես նրան ինչ որ դու ուզում ես ու քեզ պետք չի գնալ դեղորայք ընդունել կամ այսօր մտնել դիետայի տակ այլ ուղակի գնա 2 շաբաթ անընդմեջ ամեն առավոտ խմի մի բաժակ ջուր ու հետո ինչ ուզում ես կեր ինչ ուզում ես արա այս մարդը զարմանում ասում է ոնց թե մի բաժակ ջուր խմելով ես ու քաշ չեմ կորցնելու ասում է չէ այդքանն արա այդքան է հիմա քեզնից սպասվում այդ մարդը գնում է ամեն օր ջուր ախմում 2 շաբաթ, հետո գալիս ասում ամեն օր ջուր եմ խմել, նորից նույն բժշկի մոտ, ասում շատ բարի, ասում տես, դա մի հատ քայլ էր, որ դու կարողացար անեիր, այսինքն դու արդեն սկսեցիր սկիզբ դնել քո տենդենսին դեպի լավը, եթե դու այդքան ներուժ կտար քո մեջ 2 շաբաթ անընդմեջ ջուր խմելու առավոտը մի բաժակ, ուրեմն դու կարաս ուրիշ քայլի էլ գնաս, ասում գնա 2 շաբաթ անընդմեջ, կեր քո կերած պորցիայի կեսը, 20 րոպե սպասի Եթե այդ 20 րոպեից հետո դու էլի սով կզգաս, գնա մյուս պորցիան էլ կեր։ Այս մարդն ասում է շատ բարի։ Այտենց գալիս է, փորձում է այդպես անի ու 20 րոպեն կես պորցիան ուտում է, 20 րոպե սպասում է, 20 րոպեից հետո զգում է, որ ինքը սով չի զգում։ Ինքը կարիք չունի գնալու պորցիայի մյուս կեսն ուտելու։ 2 շաբաթ հետո արդեն 3 կիլո գցած է ալնում, ինքը ահռելի զանգվածի տեր է ալնում։ Գնում է բժշկի մոտ, ասում է տես սենց է։ Բժիշկն ասում է շատ բարի, շարունակի այդպես ապրել։ Ասում է բայց պահ է գալու, երբ որ դու լինես մարդկանց միջավայրում ու իրանց սոցիալական կարծիքը քո վրա ազդի։ Այդ պահին, երբ որ ինչ-որ բան փոխվի քո մեջ, կզանգես կգաս մոտս։ Այս մարդու միջավայրում ինչ որ տոն ա լինում այդ օրը, տորի ծնունդ գնում է ու կողքից մարդիկ ասում են արա ինչի հետև ես ընկել, գժվել ես դու քո համար նորմալ ապրի էլի ոնց ապրում էիր, ինչ ա եղել որ կեր խմի քո համար քեֆ արա բան։ Վերջ այդ օրը այդ մարդուն լավ կերացնում, լավ խմացնում են, գնում է տուն ու ինքը զգում է որ վсё, ինքը կոտրվեց, ինքը չպահեց այն դիսցիպլինան, ինչը որ իր դեմ դրել էր։ Ու երբ որ մի օր ինքը չպահեց դա, ուրեմն վсё ամեն ինչ ոտնակող արեց։ Զանգում է բժշկին, այդ բժիշկը ասում է շատ բարի, էսի այդ պահն էր։ Արի իմ մոտ, գնում է իր մոտ, պատմում է այդ պատմությունը, բժիշկն ասում է նայ, ասում է դա եղել է մի օր, ու այդ մի օրում քո այն կորցրած քաշը հետ չի եկել։ Դու կարայիր այդ մի օրը քեզ թույլ տայր, բայց դա փորձ էր։ Հիմա դու հասկացար, որ եթե մի օր նման բան է տեղի ունենում, դա չի նշանակում, որ այդ մի օրը մնացած 3 ամիսը ոտնակող արեց։ Այդ մի օրվանից հետո նորից շարունակի նույն տենդենսով ապրել, բայց փորձի այդ մի օրները չկրկնվի։ Այս մարդը ուժ է գտնում իր մեջ, գնում է նորից շարունակում է։ Ու այս
առակի կամ այս պատմության իմաստը կանում է նրանում, որ ամեն ինչ ինքը քայլ առ քայլ է լինում, ոչ մի բան միանգամից չի լինում։ Ու այդպես է, սարն էլ, երբ որ բարձրանում ես, սկզբից անում ես մի քայլ, երկու քայլ, երեք քայլ, ու մի օր քեզ տևում է, ժամեր տևում է մինչև դու այդ սարը բարձրանաս։ Ու այդ ընթացքում սարի բարձրանալու միտեղ հանգիստ ես բարձրանում, միտեղ քարքարոտ է լինում, միտեղ ժայռոտ է լինում, միտեղ շատ դժվար է լինում բարձրանալ, միտեղ ավելի հանգիստ, միտեղ այնքան պնդացած ես լինում, որ արդեն կարողանում ես անգամ ժայռերը մագլցես հելնես։ Այսինքն ասածիս իմաստը նա է, որ ամեն ինչ ընթացք է պահանջում, ու մենք մեզնից չպետք է ակնկալենք, որ մի հատ մատի ճտոցով մեր կյանքը փոխվեց։ Զուտ այդ ամեն ինչի մեջ իմաստ է պետք փնտրել, թե ինչի համար է դա մեզ պետք անել։ Ու երբ որ մենք գտանք այդ իմաստը, թե ինչի համար է մեզ պետք դա փոխել, այդի մեզ կտա այդ ուժը, որ մենք այդ ընթացքի մեջ մտնենք, անգամ եթե այդ ընթացքը երկարատև լինի։ Ու այդ պատմության մեջ մի կարևոր դրվագ էլ կար, որ այդ բժիշկը իրան ասում էր. դու ուզում ես նիհարես, նիհարելու համար։ Այդ մարդն ասում է, չէ, ես չեմ ուզում նիհարելու, ասում է, բա ինչի համար։ Ասում է, ես ուզում եմ նիհարեմ, որ իմ կնոջ, իմ երեխաների հետ կարողանամ շփվեմ, դուրս գամ, զբոսնեմ, քայլեմ, խաղամ, ես ինձ հանգիստը զգամ, առողջ զգամ, ես ինձ թեթևը զգամ։ Բժիշկն ասում է, այ ապրես, եթե քո նիհարելու պատճառը իմաստը նիհարելը չի, այլ դրա հիմքում ընկած է իմաստ, որ շատ կարևոր է քո համար, ուրեմն դու կմտնես դրա մեջ, ուրեմն դու կգտնես քո մեջ այդ ուժը։ Էդի վերաբերվում է մեզնից յուրաքանչյուրին։ Մեզնից յուրաքանչյուրի կյանքում գալիս են պահեր, երբ որ մարդը ինքը իրան սպառում է։ Ուղղակի էլ ինքը ուժ չի կարողանում գտնի ինչ որ մի նոր բան սկսելու, նոր этап սկսելու, ինչ որ մի բան փոխելու։ Ինքը չի կարողանում այդ կամքը գտնի, եթե ինչ որ մի բան էլ փոխել է, պահի դրա հաճախականությունը, պարբերականությունը, պահի ինքը մնա դրա մեջ ու կրկնի, գործի դրա մեջ, որովհետև մարդը ուզում է հոп փոխի ու փոխվի դա, բայց այդպես չի լինում։ Ուղղակի մեր կյանքերն այնքան են արագացել ու մեր ստացած ինֆորմացիան այնքան շատ է սոցիալական ցանցերից, որ մենք մարդու մի տարվա ապրած կյանքը կարող է մի հատ ռիլում 50 վայրկյանանոց տեսնենք, ու երբ որ մենք այդ մի տարվա ապրած կյանքը այդ 50 վայրկյանի մեջ տեսնում ենք, մեր մեջ ահավոր մեծ տակնու վրա է տեղի ունենում ու ուզում ենք մեր կյանքում էլ արագությունն այդտենց լինի, ոնց որ այդ 50 վայրկյանում մենք տեսանք այդ ռիլը ու այդ մարդու մի տարվա կյանքի փոփոխությունը կամ 5 տարվա, բայց այդտենց չի լինում։ Կյանքը իր ընթացքը ունի, ուզենք թե չուզենք, մենք պետք է այդ ընթացքին համակերպվենք, ապրենք դրա մեջ ու մեր փոփոխությունները, տենդենսները գրանցելով առաջ շարժվենք։ Այդտեղ է գալի մարդու ամենամեծ հիասթափությունը, երբ որ մարդը արագություն է ուզում, բայց արագություն պետք չի։ Կյանքը տալիս է իր արագությունը, կյանքը տալիս է իր ընթացքը։ Դու ուղղակի արա այն ինչ որ սիրում ես, փորձի փոխես այն ուղղությամբ, ինչ ուղղությամբ որ մտադիր ես փոխես։ Փոխի ու կստացվի։ Մի սպասի, որ հեսա խփելու ես, ջարդես ամեն ինչ բան։ Մի սպասի, որ հեսա այն ամեն ինչը, այն փառքը կամ այն եսիմ ինչը որ դու քո մտքում ունես, հեսա ստանալու ես։ Կյանքի դասն էլ հենց դրանումն է, որ ինքը երբ որ դու սկզբից մտածում ես, որ հեսա հասա սրան, հեսա հասա այս կետին, մի հատ, չգիտեմ, տիեզերական փառքի եմ արժանանալու, չէ։ Կյանքի գործն էլ հենց կայանում է դրանում, որ ինքը քեզ այնքան քամի այդ ընթացքում ճանապարհի, որ վերջում դու հասկանաս, որ փառքը ինքը հիմարություն էր։ Այդ ճանապարհը վայելելն էր ամենակարևորը։ Իսկ մենք ընկած ենք այն վերջի կետի, այդ ցելի հետևից, թե մենք դեպի ուր ենք եթում ու ուզում ենք անպայման այդ ցելի բերկրանքը զգանք։ Այդ ընթացքի ճանապարհը թողած ու ընթացքի վայելքը թողած։ Այնինչ մարդու ամեն օրվա կյանքը այդ ընթացքի մասին է։ Ու ինչքան որ մենք այդ կյանքում ներ ենք դրվում, էներգիա ենք դնում, ինչքան որ փորձում ենք այդ կյանքի այդ ամեն օրվա մեջ ինչ կետեր ավելացնենք, որը մեզ կդարձնի այնպիսին, ինչպիսին մենք ձգտում ենք դառնալ, որոշ ժամանակ հետո հետ ես նայում ու դու տեսնում ես, որ հա, դու մոտենում ես մարդու այդ տիպին, դեպի որը որ դու ձգտում ես։ Արա կյանքը այնքան սիրուն բան է, որ ոնց գցում բռնում ես ինքը ճիշտ է։ Ոնց գցում բռնում ես ինքը քեզ հղկելու մասին է։ Ոնց գցում բռնում ես ինքը քեզ դաստիարակելու մասին է։ Մարդը ուզում է անդաստիարակ, չէ՞ մնա։ Մարդը ասում է ախպեր ինձ մի դաստիարակ, ես դրա կարիքը չունեմ, կյանք։ Ասում ես մի դաստիարակ, ինձ մենակ դու ռեսուրս, ես կայֆավատ եմ։
Արա կյանքն էլ ասում է չեմ կարա քեզ տենց առատություն տամ էլի, քեզ պետք է մի հատ տեղը տեղին մաղեմ, տեղը տեղին պետք է մաշեմ ու հետո տամ ինչ որ մի բան, որ դու դրա ղադրն իմանաս, որ դու իմանաս դրա վճարը, թե դու ինչով ես հատուցել, ինչը որ ես քեզ դա տվել եմ, էլի, հա։ Ես լրիվ անկեղծ եմ ասում։ Այս հիմիկվա իմ կյանքի վիճակը, որը որ ես ունեմ, գալ Գերմանիա, սովորել, աշխատել ու սենց բաներ, երբ որ ես 10 տարի առաջ էի մտածում, օթերով իմ գլուխը սենց անեանում էի, ես էլի, որ անկշռանում էի, բայց երբ որ դու գալիս ես անցնում ես ու դրա ճանապարհին լիքը քանվում ես, լիքը էներգիա ես տալիս, անկուն գիշերներ, 1000 տեղ աշխատել, դու հաշվի չես առնում ոչ մի բան, դեմդ դրած ամեն չելենջի դեմ ես եթում ու փորձում ես էտի անցնես, վերջում երբ որ դու դրա արգասիքները սկսում ես քաղել, դու հասկանում ես, որ էտի քո էներգիայի հատուցումն է, ինչը որ դու ստացար, ու էտի այդ գինն ունի։ Եթե դու քո էներգիան չտայիր, դրա փոխհատուցումը չէիր ստանա։ Ու այդ ժամանակ ես դու նկատում ամեն ինչի գինը, դու այդ ժամանակ ես սկսում գնահատել ամեն ինչի գինը ու հասկանում ես, որ ամեն ինչ ես կյանքում գին ունի, ոչ մի բան ես կյանքում ձրի չի, ոչ մի բան ձրի չի, ոչ մի բան կյանքում ձրի չի, անգամ լոտո շահելը ըստիս ձրի չի, որովհետև դա էլ իր մեջ կրում է այն փիլիսոփայությունը, որ հոպ մի հատ մատի ճտոցով դու ստացար 7 միլիոն, այդտեղ էլ դու կփորձառվես, դա էլ է դժվար բան, թե այդ 7 միլիոնի հետ դու ինչ ես անելու, դառնալու ես մարդ, դառնալու ես ինչ որ հղպացած մեկը, ով գիտեք ինչ ես սենց, թե փորձելու ես այդ 7 միլիոնը կիրառես մարդկային կերպով, մարդավարի, ոչ միայն դեպի քեզ, այլ նաև դեպի մարդկություն, օգնություններ, այդ էլ մի փորձություն է, փող ունենալը ինքը մեծ փորձություն է, ու ամեն մարդ չի, որ այս կյանքում արժանանում է փողին կամ մեծ փողերի, այդ մարդը կարողանում է հասկանա, թե դրա հետ ինքը ոնց լինի դրա հետ։ Հա, լավ զրույց էր ինձ թվում, շնորհակալ եմ, ինչ հավես է այս զրույցները։ Շնորհակալ եմ, որ կիսում եք, շնորհակալ եմ, որ լսում եք, շնորհակալ եմ, եթե անգամ տարածում եք, կարիք ունեք կամ կիսելու էլի։ Հա։ Շնորհակալ եմ ամեն բանի համար։ Լավ եղեք, ուժեղ եղեք, պինդ եղեք, հստակ եղեք, փորձեք հասկանալ, թե դուք ինչ եք ուզում ու գնալ դեպի այն, ինչը որ դուք ուզում եք։ Այսինքն ոչ թե դա թող լինի նյութը, ինչին որ դուք ձգտում եք, այլ դա թող լինի այն տիպը մարդկային, ինչը որ դուք ուզում եք լինեք ու ինչը որ ուզում եք ձեր մեջ փոխեք, որպեսզի դուք գնաք դեպի այդ տիպը մարդկային։ Երսիներ։ Օբա, ճուպ